Դատախազության շենքի առջև եւ այս կառույցից եւ կառույցի ղեկավարից ինչ ակնկալիքներ ունեք։ Ինչպես հայտարարվել էր, այսօրվա ակցիան նվիրված է մեր բոլոր քաղբանտարկյալներին, ու ինչպես գիտեք, արդեն հաշիվը կորցրել ենք քաղբանտարկյալների, ոչ մեկ չի անում այդ հաշվարկը, մենակ իրանց թիվը ավելանում է քաղբանտարկյալների եւ այս ապօրինությունները շարունակվում են մեր երկրում։ Ինչպես գիտեք, հոգևորականներ, բարձրաստիճան հոգևորականներ են այսօր քաղբանտարկյալ, մենք ունենք կին քաղբանտարկյալ Լիզա Մանթաշյանը, ունենք ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանը որպես քաղբանտարկյալ, այսպես կարելի է շարունակել եւ պարզապես քաղաքացիներ, հայրենասեր մարդիկ, եւ ես նույնիսկ վարանում եմ սա անվանեմ քաղաքական պահանջ, ոնց կարող ենք համարել Արցախից չհրաժարվելը քաղաքական պահանջ, ոնց կարող ենք համարել ցեղասպանության մասին խոսելը քաղաքական պահանջ։ Սա արդեն sense մեր հայ ինքնության ամենախոր արմատներին հարվածներ են, որ այս իշխանությունը հասցնում է ամեն օր։ Բնականաբար սա իրենց մտահղացումները չեն, սրանք թելադրված են արտաքին ուժերի կողմից, եւ եթե ուղղակի անաչառ աչքով նայենք, կտեսնենք, թե այս իշխանության պաշտոնավարումից ովքեր են ամենաշատ օգուտները քաղել մինչ օրս։ Ամենաշատ օգուտներ քաղել են Թուրքիան եւ Ադրբեջանը, թշնամի երկրներ, որոնք հենց այս կառավարության ծրագրի մեջ է Թուրքիան եւ Ադրբեջանը որպես անվտանգային սպառնալիք ներկայացված։ Եվ այս իշխանությունները կարծես այսպես համագործակցում են Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ, նրանց հոգեվոր առաջնորդի հրահանգներով, առաջնորդվելով իրականացնում են այս ապօրինությունները մեր երկրում։ Վերջին ձերբակալությունները դրանք փաստորեն հարված էին լրագրողական համայնքին, իմնեմեմի հաղորդաշարը անտիֆեյք հարթակը, որը մեծ թափ էր հավաքում եւ ամբողջ աշխարհի հայությանը տեղյակ էր պահում այս ապօրինությունների մասին, եւ այսպես խումբ, համայնք, այն մարդիկ, ովքեր փորձում են իրենց ձայնը բարձրացնեն այս իշխանությունների բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների դեմ, իրենք արագ լրացվում են։ Եթե պիտի խոսենք, եթե հայհոյանքից պիտի խոսենք, այդ հայհոյակի մշակույթը կարծեմ մեր երկիր, մեր կյանք մցրել են հենց այս իշխանությունները եւ իրենք են։ Խոսեց, ասեց ինքն էլ է կարծում, որ դա չպետք է տեղի ունենա, Երանի ձեր ներվերին, որ դուք լսում եք Նիկոլ Փաշինյանին։ Եկեղեցի եւ մաքրվում է այդ կերպ։ Ուրեմն կարգալույծ եղած հոգևորականների հետ եկեղեցում այդպիսի խայտառակ արարողությունների բեմականացումների մասնակցելը ես չեմ համարում եկեղեցի գնալ, դա սրբապղծություն է, ինչպես մայրաթորն է դա արել։ Ամեն դեպքում մենք տեսանք, որ վերջին պատարագում նույնպես, ինչպես կարգն է, մեր վարդապետական կարգով պատարագից զեղչվել էին շատ կարևոր հատվածներ, որտեղ որ պետք է նշվեր կաթողիկոսի, օրվա կաթողիկոսի անունը, թեմի առաջնորդի անունը եւ նույնիսկ հոգևորականը վարչապետի եւ մյուս պաշտոնյաների ներկայությամբ, վարչապետի աթոռը զբաղեցնողի եւ մյուս պաշտոնյաների ներկայությամբ չեր նշել կաթողիկոսի անունը, թեմի առաջնորդի անունը։ Սրանք հարցեր են, որ եկեղեցին ես վստահ եմ ներքին կարգով կքննարկի եւ իրենց որոշումները կկայացնեն, մենք չէ որ պետք է դրանց մասին մեկնաբանություններ տանք, ես ինքս շատ բացասական եմ վերաբերվում այդ երևույթին։ Դուք դասավանդում եք նաեւ արտերկրում, այնտեղ հայկական համայնքի հետ բնականաբար շփում ունեք։ Հետևում են այստեղ տեղի ունեցող այս իրադարձություններին, ինչ կարծիք ունեն եւ օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի գնալ Կանադա, իրենք ինչպես են պատրաստվում ընդունել։ Փառք նա դեռ չի համարձակվել Կանադա այցելել, մանավանդ պատերազմից հետո մենք նրան այնտեղ չենք տեսել, նույնիսկ իր ուղարկած դեսպանին մենք արժանին ենք մատուցում այնտեղ եւ եթե կհիշեք 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո Հայաստանի դեսպանը Կանադայում նրա մուտքը արգելվեց հայ կենտրոն, որտեղից կամավորականներ էին եկել եւ զոհվել 44-օրյա պատերազմում եւ նրա մուտքը արգելվեց, քանի որ նա գտնվում է Կանադայում իրականացնելու այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը։ Այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը ցեղասպանության մասով արդեն գիտենք, ասել են, որ առաջնահերթություն չէ դա իրենց համար, իսկ Սփյուռքի համար սա գերակա խնդիր է, շատ կարեւոր, դուք գիտեք ինչպես է ձևավորվել ավանդական Սփյուռքը եւ նույնիսկ Հայաստանում չկա այնպիսի հայ, որը ինչ որ թելերով կապված չլինի ցեղասպանության հետ։
անընդունելի ենք համարում։ Ձեր հարցի առաջին մասը, հա, որ ես վաղուց տասնամյակներ շարունակ աշխատում եմ, ապրում եմ արտերկրում, Կանադայում եմ ապրում եւ պատերազմից հետո շատ մոտիկից շփվում եմ համայնքի հետ, հանդիպում եմ երիտասարդների հետ, փորձում եմ ինքս իրազեկել եւ իմ այսօր գտնվելը, այսօր հայրենիքում գտնվելը նույնպես այդ շրջանակներում է։ Նպատակը նա է, որ այստեղ լինեմ, ինքս շփվեմ, մասնակցեմ անձամբ բոլոր տեսակի ընդվզումներին, դատական նիստերին, ակցիաներին եւ ինքս այդ կապը հանդիսանամ, կամուրջը հանդիսանամ։ Երբ 2024 թվականին ես եւ բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցինք հայրենիք, Տավուշը հանուն հայրենիքի շարժման ժամանակ ես պատիվ ունեցա հարցազրույցով խոսել ABC մեդիայի հետ եւ այնտեղ մենք մանրամասն նկարագրել ենք թե սփյուռքի անհանգստությունները որոնք են։ Ինքնայրանից ինչ եք կարծում, նմանատիպ ակցիաները կամ խնդիրները բարձրաձայնելը որևէ կերպ արդյունք կունենա, քանի որ ըստ էության Աննա Վարդապետյանը այնքան էլ ականջալուր չէ այն խնդիրներին, որոնք բարձրացնում են ընդդիմությունն ու այն մարդիկ, որոնք կարծում են թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Այո, իհարկե կասկածից դուրս է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, ոչ մեկ դա չի վիճարկում, ոչ մի ողջամիտ մտածող մարդ դա չի հերքում։ Ես ինքս հանդիպել եմ Կանադայի դեսպանի հետ, որպես Կանադայի քաղաքացի, վերջերս հանդիպում եմ ունեցել իր հետ եւ մանրամասն քննարկել եմ այս հարցերը։ Նույնպես ես ոչ մի ակնկալիք չունեմ այս իշխանության, այս կառավարության անդամների որևէ մեկից։ Եթե չեմ սխալվում, Աննա Վարդապետյանը մինչև դատախազ նշանակվել է աշխատել է որպես Նիկոլ Փաշինյանի օգնական եւ ինքը անձամբ ինչ որ այո, եւ կուսակցական կապերով կապված է այս իշխանությունների հետ բնականաբար եւ ոչ մի ակնկալիք չունեմ։ Ակցիաները շատ կարեւոր են մարդկանց համախմբելու համար, մենք միասին այստեղ հավաքվում ենք, մեր ձայնը բարձրացնում ենք եւ շատը այստեղի համար չի, այլ դրսում տեսնելու համար, որ այս մարդիկ չեն լռում, այս մարդիկ կան եւ ընդվզում են։ Սա է, ես կարծում եմ, որ մեր բոլոր համատեղ ուժերը պետքա ուղղվեն մեկ ուղղությամբ, դա այսօր մեր ազգային ժողովն է։ Մենք ունենք խորհրդարանական երկիր եւ ունենք սահմանադրական գոնե 1-2 ճանապարհ այս իշխանություններից ազատվելու համար։ Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, ես կարծում եմ, որ մեր սահմանադրությամբ կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացը շատ կարեւոր գործընթաց է եւ եթե ընդդիմության բոլոր թևերը գտնեն այն ընդհանուր հայտարարը եւ միասնական տեխնազույով հանդես գան, մենք հիմա ունենք տեխնազու միասնական Դավիթ Համբարձումյանը, Մասիսի քաղաքապետը, որը եւս ազատազրկված է մի աբսուրդ գործով 7 տարի քնեցված գործը առնացրել են եւ 6 տարուց ավելի ազատազրկում են տվել, որպեսզի նա համաներման բանով չանցնի։ Այդպես, հա, ես կարծում եմ, որ այդ տեղալուծումը այս պահին հաջորդ քայլը դա պիտի լինի ընդդիմության, բայց ես ինքս բոլոր տեսակի ակցիաներին մասնակցում եմ, բոլոր դատերին ընդեղ եմ, անկախ եղանակից, անկախ օրվա ժամից։ Մի քանի օր առաջ ձեր հետ խոսում էինք կեսգիշերին դատարանի բակից էլի։ Շնորհակալ եմ ձեզ։